1000 ներողություն, ամենակարևոր մանկապարտեզներից մեկը մոռացանք, պարոն Թևոսյան, Կիլիկյան։ Պարոն քաղաքապետ, այդ մասով կխնդրեմ Տիկին Խաչատրյանը զեկուցել։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, մեր առաջարկին, որ մանկապարտեզի կառուցումը նախատեսվի Վաղարշ Վաղարշյանի անվան համար 80 հիմնական դպրոցի բավականին մեծ արկա հողատարածքում, մի անգամ դիմել ենք նախարարության եւ պետգույքի դիրքորոշումները հասկանալու համար, ինչին ի պատասխան առաջարկել են նախնական էսքիզի դրամադրում, ինչը արդեն իսկ ներկայացրել ենք, Երևան նախագիծը համադրել է հողին պայմանական էսքիզային նախագիծ, 3 խմբանոց մանկապարտեզի, պատասխանին սպասենք, ես ակնկալում եմ, որ լինելու է դրական, որից հետո նախաձեռնենք արդեն հողի հարցի լուծումը եւ հետագա անելիքները։ Շատ լավ, Տիկին Խաչատրյան, այն էսկիզը, որ ես տեսել եմ, իմ կարծիքով մեզ թույլ է տալու նույնիսկ մի փոքր ավելի մեծ մանկապարտեզը ստանալ, որովհետև վստահաբար պահանջարկը այդտեղ կա։ Այսինքն մեր այսօրվա մանկապարտեզը 3 խմբանի է, հաշվի առնելով շենքային պայմանները։ Շենքային պայմանները բարելավելու Պարագայում ես վստահ եմ, որ պահանջարկը այդտեղ ավել կլինի, այսինքն եւ Կիլիկիայի եւ միգուցե Նորագյուղի երեխաները այդտեղ որոշակի հերթ կգոյանա։ Հիմա ես խնդրում եմ եկեք սկսենք աշխատել, եկեք այս էսկիզով մի հատ հասկանանք ինչ ենք ստանում, հողի հարցը լուծենք եւ արդեն ըստ իրավիճակի փորձենք նաեւ հասկանալ ըստ պահանջարկի ինչ պետք է կառուցենք։ Իսկ միգուցե Տիկին Խաչատրյան փորձ կատարենք այս process-ին զուգահեռ, որովհետև տեսեք մենք Կորեայի ձորում այս կառուցման process-ին զուգահեռ հստակ լուծում գտանք, այսինքն վերցրեցինք վարձակալությամբ տարածք եւ հոգեկան առողջության կենտրոնից մեր մանկապարտեզը հանեցինք։ Ես հասկանում եմ, որ մի քիչ այտենց տարօրինակ նախադասություն եմ ասում, բայց սա մեր իրականությունն է եղել, այսինքն մեր երեխաների մանկապարտեզը եղել է հոգեկան առողջության կենտրոնում։ Հիմա մենք հանեցինք այդ տարածքից մեր մանկապարտեզը, միգուցե նմանատիպ զուգահեռ ճանապարհով գնանք, պարոն Պետոյան, Տիկին Խաչատրյան, այսինքն փորձենք գտնել տարածք, որը որ մեզ թույլ կտա այդտեղ կազմակերպել մեր մանկապարտեզը։ Եկեք փորձ անենք, մի հատ պարոն Պետոյանի վրա դնենք այս առաջադրանքը, խնդրում եմ հասկանանք ինչ հնարավորություն ունենք։ Եթե թույլ կտաք, պարոն քաղաքապետ, ավելին գաղափարը այդ վարձակալության տարբերակով գնալուց ակելա հենց 14-ի համար տարածք փնտրելու, գիտեմ, որ պարոն Պետոյանը նման ջանքեր գործադրում է, ավելի շուտ գտնվեց Կորեայի ձորում, կզբաղվենք շատ լավ։ Շատ լավ, եկեք բայց նաև ֆիքսենք Կիլիկիայի մանկապարտեզը ինչի է այսքան երկար տևում, որովհետև իրականում մենք ամենամեծ խնդիրը, որ ունեինք, դա տարածքի խնդիրն էր եւ այնտեղ մի քանի խոշոր գործարարներ, հիմնականում հայազգի, բայց ոչ հայաստանաբնակ, իրենք այնտեղ խոշոր տարածքներ ունեին եւ տենց տարբեր բանակցություններ էին մեզ հետ վարում, մենք ձեզ տանք, դուք մեզ տանք, սենց ինչ որ բավականին կոշտ բանակցությունների արդյունքում հասկացանք, որ այդ մարդկանց հետ հնարավոր չի որևէ համաձայնության գալ եւ որևէ տրամաբանություն չկա նրանց պահանջների մեջ եւ ասեմ ավելին գիտեք ոնց այս բանակցությունները մի քիչ տենց ավելի լույս են սփռում թե այդ տեսակ մարդիկ ով են ու իրանց բանը այսպես ասած այդ սահմանափակ հետաքրքրությունների շրջանակը ինչ է հետևապես մեր վերաբերմունքը այդ տեսակ մարդկանց օլիգարխիկ այդ շրջանակների այդ ներկայացուցիչների նկատմամբ պետք է լինի համապատասխան իրանք լինելու են մեր համար իրանց հարցերը լինելու են մեր համար ամենավերջին շարքում այսինքն եթե իրանք այս պարզ պրիմիտիվ հողի հարցի հետ կապված ու երկու սուբյեկտ կար Ես շատ լավ հիշում եմ, այդ երկու սուբյեկտն էլ շատ հստակ ֆիքսել եմ ովքեր են իրանք։ Իրանք լինելու են ամենավերջում, իրանք բոլոր հարցերը լինելու են մեր առաջնահերթությունների շարքում ամենավերջում։ Իրանք դիմումները մանրամասնորեն քննարկվելու են։ Որևէ հարցում այս մարդիկ չեն կարողանալու ունենալ որևէ արտոնություն այս շենքում։
Այսինքն մեր Կիլիկիայի մանկապարտեզի հարցը կախված էր ինչ որ մարդկանց, եսին որ թվին, չգիտեմ ինչ գնով հողեր էին ձեռք բերել, հող չկար, դեռ չենք կարող գտնել։ Լավ է, այս դպրոցի տարածքը գտանք։ Դաշտի աշխատանքներից ինչ կա, դպրոցի դաշտը ոնց ենք անում, Պարոն քաղաքապետ, համար 80 դպրոցի դաշտի եւ խաղահրապարակի նախագիծը պատրաստ է, հիմա փորձակնությանը կարծում եմ եկող ամսվա մեջ արդեն կմտնենք շինարարության տենդերին։ Հիանալի։ Նախորդ շաբաթ մենք բացեցինք մեր առաջին ֆիզկուլտուրայի դահլիճը Նուբարաշենի դպրոցում, որը կարելի ասել հիմք է դարձել Երևանի տարբեր դպրոցներ մեծ ծրագրի իրականացման, Երևանի քաղաքապետարանը նախկինում դպրոցներում երբևէ այս տեսակ աշխատանքներ չէր անում, բայց իրականում ապրեն են Նուբարաշենցի երեխաները, ովքեր ինձ 2023 թվականին տարան իրենց դպրոցի մարզադահլիճ, որովհետև դրանից հետո այդ մարզադահլիճը կառուցվեց եւ դա դառավ սկիզբ այն ծրագրի, որ տարբեր դպրոցներում սկսեցինք այդ ծրագիրը իրականացնել։ Հիմա քանի դպրոցում ունենք այս տեսակ ծրագիր։ Պարոն քաղաքապետ, նմանատիպ ֆիզկուլտի դահլիճի վերանորոգման ծրագիր ունենք 4 դպրոցում, եւս 6 եւ առանձին 1 էլ ունենք հենց ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ։ Դրսի ֆուտբոլի դաշտի։ Այո, դրսի ֆուտբոլի դաշտի, այսինքն 20-ից ավել պրոյեկտ ունենք։ Շատ լավ է, սա պետք է հիմք դառնա բոլոր դպրոցներում այս տեսակ ծրագրեր իրականացնելու, այսինքն փուլ-փուլ սա մեր հաջորդ հիմնական ծրագրերից մեկն է լինելու, եւ քանի որ ասացիք 80 դպրոց, եկեք գնանք 80 մանկապարտեզին էլ անդրադառնանք։ Տիկին Խաչատրյան, մի հատ ասեք ինչ ունենք այս պահին 80 հաղթանակի մանկապարտեզի մասին է խոսքը։ Այս պահին ունենք խիստ կարիք վերանորոգման, հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ, որի նախագիծ արկա է տեղեկությունը շինարարության բարեկարգման վարչությունից եմ ստացել, տեսչականում է սպասում ենք պատասխանի եւ ԵՆԲ երկրորդ ծրագրում ունենք 3 մանկապարտեզ առաջարկելու անհրաժեշտություն, որոնք կառուցումները դուրս եկան եւ 3-ը պիտի առաջարկենք, մեկը հենց 80-ն է, որը վերակառուցման է, նախագիծը կա։ Շատ լավ։ Ունենք ուրիշ նախագծեր այս տեսակ փուլերում, որոնց համար տենց ֆինանսավորումը միանշանակ չի, որ ունենք։ Պարոն քաղաքապետ, թույլ տվեք եւս մեկ անգամ նայել, որպեսզի հաստատ ասեմ, բայց ունենք այդ 3 մանկապարտեզները, որոնք դուրս են եկել, դրանց մասով 1.40-59 նախագծերի մրցույթները կայացել են, մյուս շաբաթվա զեկույցում ունեմ դա, 80 մանկապարտեզը, ինչպես Տիկին Խաչատրյանն ասաց, նախագիծը գտնվում է տեսչականում, թույլ տվեք նայեմ ասեմ, բայց հիմնականում այն ծրագրերը, որոնք որ պլանավորած էին այս տարի, հիմնականում ֆինանսավորումը ունենք։ Շատ լավ։ Եթե ունենք նմանատիպ մանկապարտեզներ, որ ունենալու ենք նախագիծ, հետո փորձակնություններ, ֆինանսավորումը չի լինելու 15-ի 6-ով դրեք շինարարության մրցույթին, հետո կհասկանանք ֆինանսական հարցը ոնց ենք լուծում։